շատ սահուն ու բնականon, առանց վիրավորելու արդեն հեղինակություն վայելող խիզախ մարտիկների ու հրամանատարների ինքնասիրությունը, Մոնթեն իր ռազմական անվիճելի տաղանդի, հմտության ու փորձառության եւ որ պակաս կարեւոր չէ, անթերի բարոյական նկարագրի եւ վարքոպարքի շնորհիվ Շահումյանը պաշտպանող ռազմիկների մեջ արագորեն դարձավ անվիճելի առաջատար, առաջնորդ։ Խորաթափանց հայացք, հոգևոր հզոր ներուժը ի ցույց դնող խելացի, փոքր-ինչ թախծոտ աչքեր լի կարոտով ու նվիրական երազով։ Սա էր Մոնթեն։ Հոգեկանի ու մտավորի մի անզուգական կատարելություն, ոգեղենության մշտահորդ աղբյուր, որից ճառագող անպարտելի զորությունը, ազատատենչ ոգին տարածվելով շուրջ բոլորը վարակում էին ամենքին։ Իրոք որ բացառիկ էր մտավոր ու հոգևոր անսպառ հարստության, ուժի, գորովի ու արժանապատվության միասնությունը մեկ մարդու մեջ։ Բոլորը համակվում էին նրա նվիրական գաղափարներով, ձգտում կռվի բովում միմյանցից առաջ ընկնել, որևէ սխրանքով արժանանալ նրա դրվատանքին։ Նա ըստ արժանվույն շահել էր բոլորի սերն ու հարգանքը, Արցախցու համար դառնալով հիրավի լեգենդար, պաշտելի կերպար, ճշմարտության, արդարության ու հաղթանակի խորհրդանիշ։ Հատկանշական է, որ բոլորը ընդունում էին նրա բացահայտ գերազանցությունը, ուստի եւ առաջնությունը կամովին զիջեցին նրան, գիտակցելով, որ այդ խիստ շահեկան է ամենքի եւ առաջին հերթին ընդհանուր գործի համար։ Այդպես ռազմիկ Մոնթե Մելքոնյանը դարձավ հրամանատար, ստանալով Ավո մականունը, մնալով նույն պարզ ու առինքնող, նույն բարեհոգի ու սրտացավ հայ մարդը։ Իսկական անունս Մոնթե Մելքոնյանս, Ավո անուն որտեղ գրեցի, որ Շահումյան կացի 91 թվականին դարույն խորհրդային փանագար եւ այն անցյալին սպյուրքի մեջ բայկարած եմ մեր ժողովրդի իրավունքներն համար եւ այստեղ գտնվեմ նույն պատճառի համար, այսինքն այդ նույն բայկարի շարունակությունն է։ Ինչ որ իմ մասից շապանչնի մսելու, okay, over գճանշնա Գիտեք ինչ է հարցը, աշրջանի մեջ կարգապահության բագասը կա, գազམ-գերվածության բագասը կա, եւ այդ բագասները վերջացնելու համար, այսինքն այդ եղած լուծումներ փնելու համար եկած են մարդիկ ըլլա Հայաստանեն, ըլլա Սփյուռքեն եւ մենք եկած ենք ուրեմն միայն օգնելու համար եւ պաշտպանելու համար այստեղ իբրև մեր հայրենիքի մեկ մաս։ Այսինքն ինչքան ցեզի է այդ Մարտունի քաղաք եւ Մարտունի շրջանը, նույնքան մեզի է։ Մենք ամեն մեկ հայ աշխարհի մեջ ամեն մեկ հայ աշխարհի մեջ իրավունք ունի Մարտունու մեջ լալու, Մարտունու մեջ ցայն ունենալու, Մարտունու մեջ աշխատելու եւ պաշտպանելու։ Ամեն մեկ հայ։ As ինչու Ամերիկայեն եկեր ազդեղ մեզի պիտի ասեի թե ինչ պետք է ըլլա, ինչ պետք է ըլլա։ Հայաստանցիները ինչու կխառնվին այս ինչ հարցի մեջ կամ այն ինչ հարցի մեջ, թո երթան իրենց մենք գիտենք թե մենք ինչ պինենք Մարտունու մեջ եւ այլն։ Այս տեսակ խոսքեր եղած են մեզ հանտեր։ Հիմա դղակը բարձրվեց կուզեն եւ մեկ անգամ չէ որ եղավ այս խոսակցությունը, մեկ անգամ չէ։ Եվ դղակը այլևս կուզեն գիտնալ։ Դուք գուզեք որ իրենք որ մենք ամենքնս ասդեղը լանք կամ ոչ, դուք պետք է կամ ոչ։ Խնդրում եմ բոլոր Մարտունու մայրերին, որպեսզի կարգապահության հարցը ամբողջովին լինի Ավո եղբոր ձեռին, որպեսզի մեր երեխաները ուրախանի առաջ։ Եթե դուք իսկերս համաձայն եք, որ մենք այս գործը ենք, ուրեմն շատ ուրախ ենք եւ եթե այս բանը գիտնանք ամեն մարդնալ իր գործը գնե եւ գմնա։ Բայց այդ համաձայնությունը միայն բանավոր թոթ չլա, գործնական պետք է լա։ Մոնթեին, որ կտրականապես դեմ էր բացահայտ պատերազմում տարանջատ գործող ինքնապաշտպանական ջոկատներով ֆիդայական պայքար մղելու մարտավարությանը, շուտով հաջողվեց միավորել այդ ջոկատները եւ ստեղծել մեկ կենտրոնից ղեկավարվող բանակային կանոնավոր կառույց, բարձր կարգապահությամբ եւ բոլոր ստորաբաժանումների սերտ համագործակցությամբ։
Սա ինչ խոսք դյուրին գործ չէր։ Այսօր մեր բայկարը հասած է նոր հանգրվանին, որ այլևս ֆեդայական գրիվ չի բավեր, այլ ուղղակի փանակ պետք է կազմվի եւ այս հողերը բահելու համար այդ փանակի, այդ իսկական զորքի ուժի պետք ունի։ Հայաստանի թիմացը ադիգա հիմնական խնդիրն է հիմա։ Ուժեղ փանակի ստեղծումը։ Առաջնահերթ խնդիր էր նաև սպառազինության հայթայթումը, ինչը իրականացվում էր բոլոր հնարավոր ճանապարհներով։ Դրանցից մեկը, որքան էլ զարմանալի է, ռազմավարն էր։ Մարտական գործողությունների ընթացքում թշնամու զենքի ու զինտեխնիկայի առգրավումը։ Մոնթեն իր զինվորներին նույնիսկ հրահանգել էր հնարավորինս անվնաս գրավել տանկերն ու զրահամեքենաները, որպեսզի հետագայում օգտագործման համար պիտանի լինեն։ Ուշագրավ է, որ Մարտունու պաշտպանական շրջանի տանկերի, զրահամեքենաների, հեռահար հրետանու գերակշռող մասը թշնամուց վերցված ռազմավար էր։ Մոնթեի մարտավարության այս եղանակը շուտով հանրահայտ դարձավ եւ անգամ սրամտելու առիթ էր տալիս։ Ինքը Մոնթեն էլ սիրում էր սրամտել։ Էլչիբեյը շատ լավ նախագահ է։ Ժամանակին կնծայի տանկեր, երբ որ մենք շատ պետք ունենք, շատ։ Միայն երեք մեկ տանկ վերցուցենք, մեկ տանկ խփեցինք, 4 հատ տնտով վերցուցենք, 2 հատ 100 մմ-անոց եւ 2 հատ 76 մմ-անոց, 2 հատ Zu-2 հագաոտային զենքեր, 1 հատ ZPU հագաոտային զենք, 6 հատ 82 մմ-անոց հագանանետ, 1 հատ DSHK, 48 հատ AK-74, 2 հատ PKT, ուրիշ ինչ գրավեցինք, եւ նաեւ մորցած եմ մի քանի հատ գտոր։ Մարտ ամսին Մոնթեի գլխավոր այդ ջոկատը Մարտակերտի պաշտպանական շրջանի ռազմիկների համագործակցությամբ լռեցնելով Մանիքլուի կրակակետը ազատագրեց հայկական Գյուլաթաղ եւ Ջանյաթաղ բնակավայրերը եւ ընդհուպ մերձեցավ Մարտակերտ շրջկենտրոնը։ Մարտի 21-ին հայկական ջոկատները Մոնթեի հմուտ ղեկավարությամբ մեկ հարվածով գրավեցին տարածքի վրա իշխող եւ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Պուշկենյալ բարձունքը։ Լավանը չեկներ! Շորակարը! Ձաճոակ կսալտու եք մի հատ ընդրել իրան! Վերյալում է։ Ճունիկներունը զենք, թո առաջ երտան, թո առաջ երտան! Գիտալ իրավիտները! Իրեք ինքը հետևակ է ուզում է խպել հետո! Թո խպել! Թում ինչ իգար նատ խպել, եղավ? Այո, պախավ դեպի աչ! Ամարասին խպեցին, շտավ օգնություն, մեր բեմպերուկին խպեցին, շտավ օգնություն։ Շտապ օգնությունին կանչստի։ Մեր ջոգադը, մեծ սխալ գադարեց, իրենք կացին ու որ պետ չունեն երթալու վիլիսով և այդ ագանի վրայով անցան, մեկ դղա իր ոտքը գործընծուց, մյուս 3 հոգի վիրավորվեցան, իմ ջոգադը ադիգա, իմ ամենը մդերիմ ընգետներ, բայց և որ սխալ գրեն կպատճվին և մենք պատճեցենք, և ով սխալ գնե ադիգա, ով որ սխալ գնե պիրի պատճվին, նույնիսկ եթե մեր ամենը մոտ մարդիկ է։ Նրա սահմանած կարգապահական եւ վարժական անբեկանելի կանոնները հավասարապես վերաբերում էին եւ իրեն։ Նա ջոկատի ոչ միայն հրամանատարն էր, այլև լավագույն զինվորը, որ օրինակ էր այլոց համար։